Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որը բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։ Նրա խոսքով տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման process-ը։ Այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառեզբումն իմաստով, քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա։ Այնուհետև կառավարության ղեկավարը սահուն անցում կատարեց եկեղեցիներին, պնդելով, թե վերջիններս չուլանացված են։ Չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես բարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես այստեղ աղբալացրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա բերել դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Հայաստանյան եկեղեցիների չուլանացված լինելու հայտարարության վերաբերյալ Օրագիր Նյուզը մեկնաբանություն խնդրեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանից։ Ի պատասխան սրբազանը մի փոքր կրթեց Նիկոլ Փաշինյանին, ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Չուլանը հայերենում կոչվում է խորդանոց։ Չուլանի հայերենը խորդանոցն է, եթե չգիտի, թող սովորի։ Մենք չուլանացված եկեղեցի չունենք, հակառակը չուլանացված եկեղեցիները մեկ առ մեկ դարձնում ենք եկեղեցի, ասաց Աջապահյանը։ Միքայել Սրբազանը նաև հավելեց, որ մեր այն եկեղեցիներում է ցեմենտ լցված, որոնք չունեն կից խորդանոց։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը 3 սարդարապատում վստահեցնում էր, որ լինելու է ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, այնուամենայնիվ նրա խոսքերից 24 ժամ էլ չանցած Սյունիքի մարզի Խոսնավար գյուղը կրկին ադրբեջանական կրակի տակ է հայտնվել։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել, տուժածներ չկան։ Գերատեսչությունը նաև վնասված լուսամուտի լուսանկարներն է հրապարակել։ Այսօր հայկական կողմը կրկին Բաքվին դարձյալ հորդորել է հետաքննել բնակելի տան գնդակոծումն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Բաքվի արձագանքը չուշացավ, հերքեցին պնդելով, թե իրենք քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա երբեք չեն կրակում։ Խոզնավարի ու հարևան Խնածախի բնակիչներն ամեն գիշեր վերսկսվող ադրբեջանական կրակոցների մասին ահազանգում են արդեն ավելի քան 2 ամիս։ Գիշերային կրակոցները սկսվեցին մարտին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց կարճ ժամանակ անց։ ՔՊԱ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Խոզնավարի կրակոցներին, պնդելով, որ ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է։ Անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է, բարբերաբար ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թեկուցե պատահական, թեկուցե այլ հանգամանքներում։ Այս քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն ավելի պարզեցվել։ Հարցին, եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել, նա արձագանքեց։ Կգնա էսկալացիա, եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նաև խաղաղության պայմանագիր ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաև չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին
adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն լրագրողին առաջարկել է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի հայոյախառ ընկրարումների հարցով դիմել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս մասին նա ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազորույցի ժամանակ։ Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա։ Իմ լիազորությունները տարածված են բացառապես պաշտոնատար անձանց վրա, տարածվում են, հետևաբար այս մասով իրականում անիմաստ է հիմա քննարկում ծավալելը, նաև այսպես ասեմ, էթիկայի կանոնների կներեք, նաև էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները այս առումով սահմանափակված են ի տարբերություն ինձ նման ոլորտում լիազորություն ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետևաբար կարծում եմ այս հարցը կարող է իրենց ուղղել, ասել է Մանասյանը։ Օրագիր նյուզի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ ՄԻՊ-ը պարտավոր է արձագանքել հանրային դժգոհություն առաջացնող ցանկացած դեպքի, ինչպես նաև ցավակցեց Մանասյանին, որ վերջինս ընկալվում է որպես գործող իշխանության անդամ։ Կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ փակ քննարկում է կազմակերպել կապված ԿՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած բանակից գումարով ազատվելու խնդրահարույց նախագծի հետ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ իշխանական քաղաքացիական պայմանագիրը փակ քննարկում է անցկացնում բանակից գումարով ազատվելու նախագծի շուրջ։ Իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանին դեռևս չի հաջողվում թիմակիցներին համոզել, որ իր հեղինակած նախագիծը հարուստներին ծառայությունից ազատելու, աղքատներին սահման ուղարկելու մասին չէ։ Նախագծով, որը կառավարությունը վերջին նիստում հավանության արժանացրեց, առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել 2 տարվա ծառայությունից ու 1 ամիս ծառայել, 18 միլիոնով էլ 4 ամիս ծառայել։ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, թե ինչու է իր վերջին երկու հայտարարությունն այդքան նյարդայնացրել ոմանց։ Որ ադրբեջանցիները ծանր են տարել այն, որ ես ասել եմ, թե հայերը մի օր պետք է վերադառնան եւ ապրեն Բաքվում, ես հասկանում եմ ինչու, բայց օրինակ Ղարաբաղից փախած որոշ նախկին պաշտոնյաներ, Սիբիլիվրի կատուները, հայկական դաշտի մարած աբիլգացյաներն իրենց մի ավտոբուս համակիրներով, Facebook-ի հայտնի մարմնավաճառները, Ալկաշ ու Տձև համալսարանի նախին դասախոսը, Ձուկիկը եւ Քոչարյանասերժական գազանանոցի մնացած կենդանիների աղմուկն իրոք տարօրինակ է։ Ինչու Ղարաբաղի հայերը կարող են ուզենալ մի օր վերադառնալ իրենց տները, իսկ Բաքվի կամ Սումգայիթի ջարդերից իրենց տները կորցրած հայերը դրա իրավունքը չունեն, գրել է նա։ Սիմոնյանը պնդել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ապրելու են խաղաղ եւ առևտուր են անելու։ Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ իրենց շուկաներում հայկական, ինչպես եղել է նախկինում։ Հայերը եւ ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի մեր վեք սրա հետ, Telegram-ում գրել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցին, հայտարարելով, որ այս հարցում ակնկալում են Իրանի աջակցությունը։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին, Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակում բացվում է նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Էրդողանը եւ հավելել. «Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը»։ Թուրքիայի առաջնորդը նաև համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ եւ միջանցք կապահովի տնտեսական շահույթ եւ ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին։ Այսօր մայիսի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մայիսի 29-ն է Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira եւ Volkswagen Magnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբերաստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Opel-ը տեսնում եք դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բռնկվել, բախվելով քարերին եւ բռնկվել։ Շամշյան Քոմի փոխանցմամբ մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 18:00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսի Մեման իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մեկ պտույտ շրջվել եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդը եւ ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Նանե Ան, 20-ամյա Լիլիթ Ան եւ Երևանի բնակիչ 23-ամյա Մերի Հն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Համասիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։